Գյումրիի ապագա ավագանիում վճռորոշ ձայներ ստացած մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը երրորդ օրն է պահում է ինտրիգը ու չի ասում, ի վերջո սատարելու է երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնին արդեն 5-րդ անգամ հավակնող Վարդան Ղուկասյանն այսօր Ազատությանն ասաց, ինքն էլ տեղեկություն չունի։ Առանց մեր քաղաքը դաշինքի ձայների Կոմկուսի ցուցակը գլխավորող Ղուկասյանը քաղաքապետարան վերադառնալ չի կարող, իր եւ մյուս երկու ընդդիմադիր ուժերի ձայները բավարար չեն։ Իսկ Մարտուն Գրիգորյանը չի շտապում իր երբեմնի Ախոյանի ճակատագրում հստակություն մտցնել։ Նա կիրակի օրվա արտահերտից հետո հեռախոսազանգերին չի պատասխանում, հանրային վայրերում չի երևում, շտաբն էլ փակ է պահում։ Գյումրու ընտրությունները երեկ նաև քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում են քննարկվել։ Իշխող ուժը թեև ամենաշատ ձայնն է ստացել, բայց Կոմկուսի նման միայնակ չի կարող իշխանության գալ Գյումրիում։ Հնարավոր է քաղաքապետ ընտրեն ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանին։ Նիստին մասնակցած պատգամավոր Ալխազ Ղազարյանը ուղիղ պատասխան չտվեց այս հարցին։ Ես այս պահին չեմ կարող որևէ բան ասել, չեմ կարող, որովհետև տենց որոշում էլ չունենք, ինչ որ քննարկում էլ չենք ունեցել, ոչ։ Մենք միանշանակ ունենք մեր 14 մանդատը, մենք սպասելու ենք, տեսնենք ինչ կլինի, կհասկանանք ընթացած ինչ կլինի, բայց որևէ բան այս պահին ձեռնպահ կմնամ ասելու կամ որովհետև նման որոշում այս պահին որևէ ձև չունենք։ Օրենքով համայնքի ղեկավարը պետք է ընտրվի ավագանու առաջին նիստում, եթե քաղաքական ուժերը բոյկոտեն ու նիստը չկայանա ու 2 շաբաթվա ընթացքում համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի ու նոր ընտրություններ կնշանակվեն, իսկ եթե քվորում ապահովի նիստը կկայանա, ապա այն չի ավարտվի մինչև չընտրվի համայնքի ղեկավար։ Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը Գյումրիի պարագայում չհավաքի անհրաժեշտ 17 ձայնը, ապա համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փուլ կլինի։ Սա սակայն նոր ընտրություններ չի նշանակում, ավագանին է շարունակելու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Այս անգամ ընտրությունում առավելագույն ձայներ ստացած թեկնածուները կարող են առաջադրվել ՔՊ-ական Սարիկ Մինասյանն ու Կոմկուսի առաջին համար Վարդան Ղուկասյանը։ Ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանն ասում է, եթե այս դեպքում էլ ոչ մեկը չստանա 17 ձայն, ապա հաղթող կհամարվի ընտրություններում առավելագույն ձայն ստացած թեկնածուն, այսինքն ՔՊ-ից Սարիկ Մինասյանը։ Եթե էլի ի վերջո ամեն դեպքում հավասար են ձայները բաշխվում, այս դեպքում ստանում է համայնքի ղեկավարի պաշտոնը նա, ով կուսակցություն ընտրություններում առավել շատ ձայներն է ստացել։ Մինչ այս գործում էր կարգավորում, որ ստանում է տարիքով ավագը, բայց կարգավորումը փոխվել է եւ ավելի արդար է դարձել այն իմաստով, որ ընտրողների կամքն է արտահայտում, ով ավելի շատ ձայն է ստացել, այդ թեկնածուն էլ արդեն ստանում է համայնքապետի պաշտոնը։ Ու մինչ ով կդառնա Գյումրիի քաղաքապետ հարցը դեռ պատասխան չունի, երեք իրավապահները հայտնեցին, որ վարույթ են նախաձեռնել այդ պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանին վերագրվող մի ձայնագրության առնչությամբ, որը իշխանական լրատվամիջոցները տարածեցին նախընտրական քարոզարշավի վերջին օրերին։ Ձայնագրությունում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին, սպառնալիքներ ու կոպիտ հայոյանքներ հնչեցնում։ Ղուկասյանն այսօր չցանկացավ խոսել քրեական նոր վարույթից, իսկ ավելի վաղ ուղիղ չէր հերկել, թե ինքը չէ խոսողը։ Արհեստական բանականություն եք ասում, ինչ եք ասում, դե այդպես էլ հասկացեք, էլի ինչ ասեմ։ Դե թող հետաքրքրվեն, վերջում արհեստական բանականությունը ջրի երես դուրս կեկա։ Վարույթը հարուցվել է հավաքին մասնակցելուն հարկադրելուն, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով։ Դրանով նախատեսվում է տուգանքից մինչև 3 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելք։ Քննչական կոմիտեն չի ասում վարույթի հարուցմանը ինչ է հետևելու, կգնան Վարդան Ղուկասյանին ձերբակալելու, թե ոչ։ Արդեն իսկ մի քանի քրեական գործով անցնող Ղուկասյանը ընտրությունների հաջորդ օրը չէր բացառել իր ձերբակալությունը։